Հունիսի 2-ն է Երևան Շենգավիթ վարչական շրջան կրակոցներ են հնչել եւ կա վիրավոր։ Երեկ երեկոյան ժամը 8-ին կրակոցներ են հնչել Շենգավիթ համայնքի շենքերից մեկի բակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդում է վիրավորների մասին։ Մոտ 5-6 կրակված պարկուճ, 1 հոգի ոտքի մասում հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Սա գնդակն է կրակված։ Նախորդ օրն էլ մայրաքաղաքի կենտրոնում հանգիստ չէր հունիսի 1-ին երեկոյան 11-ի սահմաններում կրակոցներ էին հնչել Վարդանանց փողոցում։ Հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մի քանի կրակված պարկուճ, վնասված նաև այս կրպակն է վնասված։ Հիմա դուք պարկուճներն ավելի մոտիկից կտեսնեք, մոտ 5 կրակված պարկուճ հայտնաբերվել է, կրպակն է վնասված։ Մայրաքաղաքում գրեթե ամեն ամիս հրազենի գործադրմամբ հանցագործություններ են տեղի ունենում։ Ոստիկանությունն արձանագրված դեպքերի մասին տեղեկատվություն չի տրամադրում եւ հանրությունը դրանց ծանոթանում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեսանյութերից։ Դատելով այդ հրապարակումներից հրազենի գործադրմամբ հանցագործությունները մայրաքաղաքում կատարվում են թե օրը ցերեկով եւ թե գիշերով, հիմնականում բանուկ հատվածներում, նաեւ շենքերի բակերում։ Շամշյանի հաղորդմամբ արձանագրվել են հրազենից վիրավորումներ եւ մահեր։ Դեպքի վայրում հայտնաբերել են բավականին այրան հետքեր եւ ըստ հիվանդանոցից ստացված ահազանգի վիրավորներից մեկը մահացել է կամ 1 զոհ, 1 վիրավոր։ Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով։ Ամբողջ տարածքը այրուն է, տեսնում եք արնանման հետքեր են։ Այն, որ հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն աճել են, այս տարվա սկզբին հրավիրած ասորիսում հաստատել էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասով իրականում մենք ունեցել ենք 15 դեպքով աճ։ Միայն 2024-ին ըստ Արփինե Սարգսյանի արձանագրվել է հրազենի գործադրմամբ կատարված 109 հանցագործության դեպք։ Թե ինչ իրավիճակի արձանագրվել արդեն 2025-ի հունվարից մինչև այսօր, արդյոք հրազենով կատարված հանցագործությունները կրկին աճել են, պարզ չէ։ Ոստիկանությունից խոստացել են այդ հարցին անդրադառնալ առաջիկա օրերին, ինչպես նաև պարզաբանել, ինչով են պայմանավորված մայրաքաղաքում չդադարող կրակոցները։ Տեսնում եք շատ մարդկանց մոտ մեքենաներում զենք հայտնաբերվում։ Սա արդեն հիմք է, էլի, որ մի օր միտեղ այդ զենքը պիտի ձայն հանի, մի օր միտեղ պիտի կրակվի։ Հիմա իհարկե շատացել է, կիրառում արդեն դարել է ավելի ջուրին, ավելի մարդիկ շատ են կրակում, արդեն դա սովորական բան է դառել։ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում շուրջ 3 տարի 2008-ից 2011 թվականները ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած եւ երկար տարիներ իրավապահ համակարգում աշխատած գեներալ լեյտենանտ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ այս հանցագործության կանխարգելման ուղղությամբ բազմակողմանի աշխատանք պետք է իրականացնել, միայն մեքենաները ստուգելով արդյունքի հասնել հնարավոր չէ։ Այդ զենքերի հետ կապված մենակ մի հատ ռեյդ անել է, չի զենքեր հավաքել։ Ռեյդ անեն, պատահական գիշերով մեքենաները խուզարկեն, մի քանի հատ զենք անեն ու ասեն, «Всё, դրա դեմ պայքարել ենք»։ Ալիկ Սարգսյանն ասում է, որ թեև վիճակագրությանը չի տիրապետում, բայց իր պաշտոնավարման տարիների համեմատությամբ ակնհայտ է, որ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները ավելացել են։ Նախկին բարձրաստիճան ոստիկանն ընդունում է, այսօր զենքն է երկրում շատացել, բայց դրան զուգահեռ այլ պատճառներ կան, մարդիկ շատ նյարդային ու ագրեսիվ են դարձել։ Եք այդ սոցիալական ցանց կոչված այդ աղբը մի հատ նայեք ինչ է կատարվում, այդ կոմենտարիա կոչվածները, այդ գրելը, իրար հայելը, հայախառն, այդ կեղտոտ ժարգոնը մի հատ նայեք, սա ոնց է երեխեքին։ Նախկին ոստիկանապետի համոզմամբ իրավապահ մարմինների կանխարգելիչ գործողություններին զուգահեռ այս հարցը պետք է լայն քննարկման դրվի նաև հանրության շրջանում։ Մարդկանց պետք է բացատրել, որ հրազեն պահելը վատ բան է եւ այն մի օր կրակելու է իր բոլոր ծանր հետևանքներով։ Միայն 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում շուրջ 17,000 ինքնաձիգ է անհետացել։ Այդ մասին դեռ անցած տարի հայտարարեց ներքին գործերի նախկին նախարարը։ Թե դրանցից քանի տոկոսն են ոստիկանները հայտնաբերել, իրավապահները չեն հստակեցնում։ Ինչպես նաև խուսափում են նշել, թե հրազենով կատարված հանցագործություններից քանիսն է պատերազմից հետո կորած զինամթերքով կատարվել։ Այդ զենքն ի դեպ քաղաքացիներին է բաժանվել հենց վարչապետի որոշմամբ։ Փաշինյանն այդ փաստը հաստատել էր 2021-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Իսկ թե ինչու ժողովրդին բաժանված զենքը պետությունը ետ չի հավաքել, մնում է անհայտ։